Ինչպես միշտ այս անասուններին ցույց կտամ, բայց այսօր ես խոսել եմ շատ կարևոր հարցով, տարեցների կյանքին վերաբերող շատ լուրջ հարցով։ Ես պատահաբար բացահայտել եմ, որ կանաչ ռեհանի թեյ խմելով հնարավոր է երիտասարդանալ եւ խուսափել հաճախամիզությունից։ Չգիտեմ ինչքան կխոսեմ։ Նախ ես անասունների մասին մի երկու բառ ասեմ ու անցնեմ, էլի, այստեղ ցույց տալու էլ կա։ Չեմ հիշում որտեղ է։ Հատ նայեք էլի այս անասուններին։ Լսելու բան չի։ Շատ սարսափելի բան տեղի ունեցավ վերջին 20-30 տարիներին մանավանդ սովետի կործանումից հետո երկրներում իշխանության եկան ճիվաղներ, բայց դա տեղի ունեցավ դա զուգահեռվեց ուրիշ հարցով։ Տարիքավորները հասակավոր կյանքի փորձ անցած ունեցած մարդիկ հետին պլան մղվեցին, որովհետև կյանքի պայմանները ծառացան մանավանդ հետ-սովետական տարածքում։ Սորոս մորոսը մեջտեղ եկան դեմոկրատիայի եւ այլ գաղափարներով ու ամբողջ արևմուտքում ես կարող եմ ասել իշխանությունը անցավ ջահելներին, ռեալ իշխանությունը ջահելներին նա ու մեկ էլ սատկած բիձեքին, օրինակ այս երկրում Թրամփն է ու ծերակույտն է, սովետի սխեմայով է գնում։ Արևմտյան երկրներում դրածոներ են, ջահելներ են, ինչ-որ խելագարներ են։ Սա լուրջ բան է ու սա իր հիմքերն ունի, սա պատահականություն չի։ Սա ինչ-որ մեկը չարեց, սա բնական զարգացման հետևանք էր։ Մարդկությունը սկսեց լավ ապրել, իսկ այդ պայմաններում, լավ ապրելու պայմաններում ջահելները լավ ապրելու պայմաններում նախ սկսում ես չտարբերել ով է խելոք, ով է հիմարը, ով է նորմալը, դրա շնորհիվ խառնվում է։ Պատկերացումներն է խառնում ով է, ով ինչ է։ Ու այդ պայմաններում խուլիգանները, հանցագործները, անամոթները ու անփորձ լկտիները, ջահելները տեսնում են, որ իրենք կարող են վերցնել իշխանությունը, վերցրեցին։ Հայաստանում դա կատաստրոֆիկ մասշտաբների հասավ, ծերերը կործանվեցին ֆիզիկապես։ Այսօր ես խոսում եմ իրենց, ասենք թե առողջության խնդիրների մասին, խնդրում եմ ովքեր որ լսում են ինձ մեծ ծերեր տարիքավորներ չկան լսող, փոխանցեք տարիքավորներին, սա լուրջ բան է, ինչ որ ես ասել եմ։ Ուրեմն հիմնավորեմ թե ինչից է սա գալիս, այս վիճակն ինչից է գալիս, հետո կանցնեմ բունյութին։ Մարդը է դարձել 100-200 հոգյանոց փոքր համայնքներում։ Կարող եմ ասել այսպես, մի 100 բան կա, հոդված կա, որտեղ ապացուցված է, որ ասենք թե մարդը Աֆրիկայում մինչև մարդ դառնալը ապրել է 100-200 հոգանոց համայնքներում, իսկ նեանդերտալացիք, որոնք Աֆրիկայից եկել էին հյուսիս, չեն կարողացել նման մեծ համայնքներով ապրել, ապրելու պայմանները ծանր եղել, դարձել են 30 հոգանոց համայնք ու վերջում իրենք պարտվեցին մարդկանց։ Զուտ այդ պատճառով, չնայած մեծ ուղեղ ունեին, ամեն մեկը շատ միգուցե ավելի խելոք էր, ավելի լավ էր, շուստր էր, բայց համայնքայնությունը 0 էր, դրա համար իրենք պարտվեցին։ 30 հոգանոց խումբը շատ փոքր է նորություն ծնելու համար։ Իսկ այդ 100-200 հոգանոց մարդկային այդ համայնքները, գյուղերը, որով մարդկությունը զարգացել է, այնտեղ բավական մարդկային պոտենցիալ կար, լավն անելու, վատն անելու ու այդ նման համայնքում մարդու արժեքայինը սկսում էր արդեն տեսնել ինչ-ինչուց գնահատել խելոքին, նորմալին, մերժել հիմարին ու դրա շնորհիվ մարդը դարձավ։ Իսկ փոքր համայնքներում մարդիկ 100%-ով իմացել են, թե ով է ու ըստ այդմ էլ վերաբերվել են խելոքին որպես հարգարժան մարդու, դեբիլին որպես դեբիլի։ Բայց մարդկանց բազմանալով դիմացինի ուղն ու ծուծը պարզելը սկսել է դժվարանալ, թե ոնց իմանաս հազարների, միլիոնների մեջ։ Մեր օրերում այն արդեն անհնար է դարձել, միլիոնի միջից ճիվաղին ո՞ց տարբերես։ Մանավանդ երբ ասեն ճիվաղներից է կախված քո կյանքը։ Նիկոլը եկավ, ասեց ես փրկիչ եմ,
մենք էլ մի փրկիչների սովոր, միշտ փրկիչների վրա հեծած եկել են Սասունցի Դավիթ պարման, ասենք թազա փրկիչ է եկել, Նիկոլին շանս տվեցինք, այսինքն ուղեղը չկա, անձնական եսը չկա, միայն փրկիչի հաշվին, մենտալիտետ ստեղծվել, ու դա բազմա միայն հայկական չի, մարդիկ հավատում են նրան, որը սուտ է ասում, մարդ սուտ է ասում, ու իրենք դառնում են, զիջում են իրանց դիրքերը, դա միայն քաղաքականության մեջ չի, նույնը տեղի ունեցավ բիզնեսում, եկավ Մասկը, ասաց ես Մարս եմ թռնելու, մարդիկ սկսեցին փող տալ այդ դեբիլին, ինքը հիմա իր կամպանիան տրիլիոն ու կեսանոց, կարծեմ, ես թվերը փոփոխվում են, չես կարող ասես իշխանը, այդ ամբողջ փողի կեսը ինքը իրանով արել, պատկերացնում եք խելագարը իրանով արել, նույնը նաև ուրիշ մեծ փողատերերն են, իրանք ոչ բան չեն անում, իրանք պրոստը սրիկա են կարողանում են խելոքին աշխատացնեն, որպես ստրուկ, ու փողը ձերից թալանեն, բայց իրանք մոտ գոնե ովքեր աշխատում են այդ հիմնարկներում սոված չեն, կուշտ են, միլիսիան իրանք քացուտակ չի գցում, իսկ մեր մոտ քանի որ սոված են, մարդիկ մասնագիտություն չունեն, չեն հարգում մասնագետին, այս խոսքս դրա մասին էլ է, տկած ունեն մասնագետի վրա, հայը, մանավանդ, խինքնով եղավ, հայի մոտ միայն մի պարամետր կա, ինչ մասնագետ, խինքնով եղավ, վերջ, եթե վնաս կարատ այդ մարսո աղբեջան, հարգենք ու պատիվ ունես, իսկ եթե անշար մարսա, մերավ, կործանված է, անշար մարսը ոտ կարավի, իսկ հայացը համազգային ճիվաղանոցի դեպքը սրանց էլ դեն է, եթե ճիվաղ չես, ապա ապրելու իրավունքն էլ չունես, մի կերպ կրճոններով կերակրում են մինչև 18-ը, որ հետո ողջ շոշոտ են արդեն քաշ գցած հարիջին, շաղացած արդեն կարել, հեսա, ինտերնետից են վերցրել, արդեն երրորդ մարդն է բանակում ինքնասպանել, ինչ ինքնասպան սպանում են, դա ինքնասպան հենց այնպես մարդը չի ինքնասպանում, ինքնասպան հալում, որտեղ չի կարող ապրի, սա աբսուրդ է, 18 գրառում, հետ եք կանգնեք կարդացեք էլ, ես կոչ եմ արել, պատկերացակ դեբիլ է, ժամանակ 70-ից էի արդեն, չեմ հասկացել, որ ո՞տ կարող է պատահի մարդը ցենց բանը հասկանա հայկական հայ մարդը, որ ինքը ապրուստի պրոբլեմ ունի, ինքը ողջ մնալու պրոբլեմ ունի, ո՞տ կարող է ինքը մարդ մնալ։ Լավ, հիմա դառնամ հիմնական ասելիքիս։ Շատ պատահաբար անցյալ տարի հունիսին ես պարկած եմ ապրում, այս որ գալի նստում եմ բերվում եմ, այդ մի 20 րոպե, 20 րոպեից հետո գնում եմ պարկած եմ ապրում։ Պարկած եմ չայս եմ դնում, մտածեցի եմ արդեն չինական չայ է, չինասիկ ասել են մեր ծառի տերևը լավն է, վերցրեք խմեք, խմում ենք, ես խեմ շարունակում սրանց բանը, արի ես ձեռս տակ ինչ կոդ մոտ ունեմ, կանաչի մանաչի ունեմ, իմ սարքած չայ խմեմ, 4 կանաչիները որ ունեի։ Նայեցի 4 տեսակի կանաչի կտա, ցիտրոն, ուրեմն ռեհան, կանաչ ռեհան էի ցանել, Ամերիկայում կանաչն է շատ տարածված, կարմիրը շատ քիչ է։ Կանաչ ռեհան էի ցանել, հետո այդ ռեհանի սերմերը ցենց լավ սերմ է տալիս ցողունից։ Այդ սերմերը ցենց որ քաշում ես, հավաքում ես, խառը գալիս է կանաչ մասով սերմային հատվածով։ Այդ առածին էի բայ որպես համեմունք։ Դա էր մեկ էլ ուրց։ 4 ինգրեդիենտ։ Այդ 4 ինգրեդիենտը խառնեցի իրար, սկսեցի դրանով չայ խմել, շատ հաճելի չայ էր։ Այսօր քիչ էր ունեցածս, մի անգամ որ բանը թուրմը սարքում էի երմանջերով, պահում էի դրա վրա, ասեմ մի նոր պորցիա մի քիչ ավելացնում էի, էլի տենց էկոնոմնի բանը յանը, որտեղ մտածում էի Հայաստանից ստանալը բարդ է, Բաքումս էլ արդեն ոչ բան չի աճում, ստեղ շոկը տվել է անապատային վիճակը։ Շատ էկոնոմն էի խմում, հունիսին սկսեցի խմել, այդքանը հիսում եմ։ Հոկտեմբեր, նոյեմբերի կողմերը նկատեցի, որ ես գիշերները քիչ եմ արթնանում։ Մինչև այդ 3-4 անգամ արթնանում էի ու ասում էի վերջս եկել է։ Դա գիշերային հաճախամիզությունը ծերության առաջին սիմպտոմն է։ Քիչ եմ արթնանում։ Առաջ 3-4 էի ես արթնանում, հիմա 1-2 անգամ եմ արթնանում։ Ասեցի, ես պատահականություն չի։ Ոչ մի ուրիշ բան իմ կյանքում չի փոխվել, ես էս թեյն եմ մենակ սկսել խմել։ Ու քանի որ գիտաշխատող եմ եղել, հայրին դժվար է ասել գիտնական եմ եղել, իրանք գիտնական են, ես գիտաշխատողից վերև չեմ եղել։ Ասեցի, էլ փորձեմ պարզեմ, թե ես
թե որ կամպանիան ազդող, ու դա սարսափելի process է, տևեց կես տարի, մինչև ապրիլ ես զբաղված եմ եղել ինձ տանջելով, մեկ հանել, մեկ դնելով, այդ խառնուշտի մասերից պարզելով, թե որն է ազդում, որը չէ, շաբաթներով ամեն փորձը տևել է, մեկ սկսել եմ վատանալ, որովհետև ասենք թե նյութը կորած է եղել, չեմ իմացել որն է կորել, վերջը հաշվարկներով այդ այնց, տքնաջան, տաժանակիր, ստրուկի աշխատանքով պարզել եմ, որ աշխատող նյութը կանաչ ռեհանն է, կանաչ ռեհանի մասանա չորացրեց։ Ասի շատ լավ է, բայց ես կանաչ ռեհան որտեղից նորից ջան, արի առնեմ խանութից, սկսեց խանութից պատվիրեցի Amazon-ից, սա, այսա, առաջին, ամենաեժանն էր, դրա համար սա պատվիրեցի, դե փոքրություն եմ այդ կոմպլեքս, էլի աղքատի կոմպլեքս կա մեջից, ասեցի ես էժանը պատվիրեմ, չորացրած ռեհանի սերմա, 200 գրամ, $7 միջև հիմա, պատվիրեցի, եկավ, սկսեցի սա խմել, իմ ռեհանն արդեն պրծնում էր, տեսնեմ հոյակապ է, ոչ մի տարբերություն չկա, գիշերները 1-2 անգամ եմ արթնանում, հիմա ասեմ, հիմա այս արդեն 86 թվի ապրիլ մայիսից երբ որ սա եմ խմում, հիմա օգոստոսն է, հիմա ես արթնանում եմ մի անգամ, ըստ որում շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, այդ մի անգամի հարցը պրոբլեմ էր, ուրեմն ես արթնանում էի 4 ժամ հետո քնելուց, մայիսի կողմերը, ու արթնանում ես, հետո մի կես ժամ, մի ժամ շուռումուռ ես գալի, էլի քնում ես, վերջը հասցնում ես գիշերը 2 անգամ 3-4 ժամով քնել 7-8 ժամ։ Հետո սկսեցի արթնանալ 5 ժամից հետո, ու 5 ժամից հետո երբեմն քնում էի, երբեմն չէ։ Ես մի շաբաթ ես արթնանում եմ 6 ժամ քնելուց հետո, առավոտը 6-ն ալնում, 12-ին քնում եմ, 6-ն ալնում, պրոբլեմա, չեմ կարողանում հետագայում քնեմ, բայց այդ 6 ժամը շատ նորմալ քնել եմ ու վիճակս լավ է, լավ կլինի, որ 7 ժամ քնեմ, բայց դե ես այդ դինամիկան էլ ասեմ, այսինքն ասեմ, որ իմ բուժումը դեռ շարունակվում է, բայց եթե ես մի շաբաթ չխմեմ, կվերադառնամ հին վիճակին, այսինքն սա անենց չի, որ անտիբիոտիկի պես խմեցիր, դեղը գնաց լավացար, սա միջոցը, որը քեզ պահում է ավելի երիտասարդ վիճակում, ինչու եմ ասում երիտասարդ, սա պրոստատի հետ կապված պրոբլեմ չի, դրա համար հիմա կանչեք էկրաններին, հարգելինս նաև ձեր տատիկներին, ձեր մամաներին, տարեցներին, որ ես հիմա բացատրում եմ սա մեխանիզմը, որովհետև բիոֆիզիկա լինելով ես հասկացել եմ, թե սա մեխանիզմը որը կարող է լինել։ Բացի, ուրեմն արդեն 6 հոգու մոտ է սա հաստատված, ու որպեսզի ես հիմար չերևամ ձեր աչքին, ես սա գրել եմ այս, ամբողջական հոդված եմ գրել, տեղադրել եմ ակադեմիա կայքում, ես չեմ կարա սա տեղադրեմ, ասենք թե գիտական հզոր ժուրնալը, որովհետև ընդեղ կասեն ուրա փորձերիդ քանակը քիչ է, դու չես ապացուցել, չես հիմնավորել, թե այդ նյութը որն է եղել։ Թքած ունեմ իրանց վրա։ Հիմա կա այտենց կա այս ակադեմիան թույլ է տալիս, որ դու քո հոդվածը տպագրես։ Անգլերեն լեզվով տպագրել են, որ 6 հոգու վրա, այս էլ հոդվածն է, դրական ազդեցություն ունեցել, ես էլ տեսեք նույն այս բանը նկարել եմ, դրել եմ, թե ինչ խմեն, որ իրանք լավանա։ Որպեսզի հասկանաք, թե սա ինչ պրոբլեմ է, ես դրան էլ կանդրադառնամ, մարդկության 20%-ին է սա վերաբերում, որովհետև տարեցները 20% են կազմում։ Տարեց շատ հազվագյուտ մարդիկ գտնեք, որոնք քնի պրոբլեմ չունեն, իրանց թույլ չեն զգում օրվա ընթացքում եւ այլն։ Ինչու՞մն է բանը։ Ոնց հասկացա, որ սա պրոստատի հարց չի։ Իմ ճնշումը ընկած է, ու տարեցների մոտ դառնում է, մանավանդ ստորին ճնշումը, դիաստոլիկ ճնշումը ընկած է, իմ մոտ 55 էր։ Իմ ճնշումը մոտավորապես 155 էր, 110-57, ասենք թե։ Այդ ներքևինը շատ ընկած էր։ Ներքևինը արյան ճնշումը առհասարակ հիմնականում խոսում է անոթների վիճակի մասին, բայց ներքևինը ավելի շատ է խոսում անոթների վիճակի մասին։ Ցածր ճնշումն ինչ է նշանակում։ Նշանակում է, որ անոթները լոճվել են, առանցքականությունը չունեն, այդ կենսաբանական այդ թարմությունը չունեն, ոնց որ երեխայի թուշիկն ասես, պիրկա, չէ՞ լնում, ծերերի մոտ այդ բաններն էլ են, կնճիռներն էլ են շատացած, այդ նույն պրոցեսն է, ոնց անոթներն են իրանց մոտ բույսերի մոտ կոչվում է տուրգոր
բաների կենթանական օրգանիզմներում տերմինը ես չեմ հիշում։ Հոմեոստատիկ հավասարակշռություն միգուցե չեմ կարող ասել։ Ուղիղ տերմինը մոռացել եմ, չեմ հետաքրքրել։ Այսինքն բջիջը ասած ուռած ճիշտ ֆիզիոլոգիական վիճակում է գտնվում, ջրային բալանսը բջիջի եւ արտաքին միջավայրի միջև պաշտպանված է։ Այսօր ես նայեցի հատուկ, որպեսզի ձեզ կարողանամ ցույց տամ այդ միզուղիների կառուցվածքը, բայց այդպես հարմար նկար ես չգտա, որպեսզի նկարի վրա բացատրեմ։ Հիմնական իդեան նշանն է, որ դրա պատի մեջ հիմնական բանը կոմպոնենտը էպիթելիալ հյուսվածքներն են, էպիթելիալ բջիջներն են, այսինքն ռեհանի ազդեցությունը կապ ունի այդ բջիջների հետ, որովհետև ինչի բերեցի ճնշման հարցը, որովհետև ճնշումն էլ անոթների հետ է կապված, անոթների պատերն էլ նույն էպիթելիումն է, միզային ուղիների պատերն էլ էլի էպիթելի շնորհիվ այդ պատերը ու առհասարակ այդ բջջային ողջ կոնստրուկցիայի շնորհիվ այդ պատերը ասենց ուռած պիրկ են մնում, ոնց որ ասենք թե շլանք կարող լինի ասենց լավ հաստ պատերով, որը ասենց կլոր է մնում, ու շլանք կարող լինի, որը փծկած, ընկած է։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, երբ որ այդ եւ միզուղիները եւ մարդու անոթները, արյան անոթները, մնացած տեսակի բոլոր անոթները կամ բջիջները, որոնք այդպես գտնվում են ոչ հավասարակշիռ ջրային բալանսի եւ իրենց թարմության նյութափոխանակության առումով այդպես թոշնած են։ Ինչ է տեղում, թոշնած շլանգի միջով ջուրը չի գնում։ Շլանգը այդպես ընկած է, պետք է ճնշում տաս որ գնա։ Տղամարդկանց մոտ process-ն երկու ձևն է, խորն են բացադրում հանդուրժեք։ Երկու բան ունի, երկու մեխանիզմ ունի։ Ուրեմն առաջինը պրոստատը ուռած ալնում, իսկ միզուղին պրոստատով է գնում, ուռած պրոստատը սեղմում է այդ միզուղի վրա, միզուղին եթե ինքն էլ է թոշնած, պրոստատի այդ ճնշումը ազդում է դրա վրա ու չի կարողանում մեզը դրանով անցնել։ Ինչ է տեղում, ճնշում է պետք։ Ճնշումը ոնց է գոյանում է միզապարկից։ Երբ որ միզապարկում հեղուկի քանակը շատանում է, դա սկսում է մեծ ճնշում ունենալ, ճնշման ազդեցության տակ մեզի որոշ քանակ դուրս է գալիս։ Բայց հիմնական քանակը մնում է բանի մեջ, միզապարկի մեջ։ Դա պրոստատի բանն է, մեխանիզմն է մի հաճախամիզության։ Այսինքն մարդը ունի, ասենք թե միզելիք կես լիտր, միլիտր միզելիք դուրս է գալիս 100 միլիլիտր է։ Հետո նոր ճնշում ուժեղանում է, էլի այդ 100-ն է դուրս գալիս, ինքը 100 միլիլիտր է միզում, ու դա կաշմարը դրանն է։ Գիշերը մի քանի անգամ դուրս է գալիս, ոչ թե ամբողջապես է միզում, այլ փոքր պորցիաներով է միզում։ Սա մի մեխանիզմ։ Երկրորդ մեխանիզմը այդ նույն պատճառով, նույն բջիջների հոմեոստազի վատ վիճակում լինելով պատճառով սֆինկտերները չեն աշխատում, այսինքն կան կապաններ, որոնք պահում են մեզը։ Սֆինկտերները այդ կապանները բացվում են, մեզը գնում է, բացվում են, կանանց մոտ էլ դա է խախտվում։ Տղամարդկանց մոտ պրոստատն է մեծանում ու ճնշում է կապանի դերակատարում, կանանց մոտ հակառակն է, իրենց մոտ պրոստատ բան չկա, շագանակագերծը չկա, բայց իրանց մոտ էլ այդ սֆինկտերներն են սկսում թուլանալ ու մեզը հոսում է։ Մի քիչ կուտակվում է, ճնշումը մեծանում է, սֆինկտերը չի կարողանում պահել։ Այսինքն սֆինկտերը փականն էլ նույն սխեմայով աշխատում, բջիջը, որը պետք է իր առածկականությունն ու իր ֆունկցիան կատարել, չի կատարում, շուտ է բացվում։ Այսինքն տղամարդ կին տարբերությունը վերացավ։ Գիչերամիզության կամ ծերության այդ նշանների արյան ճնշման այդ ստորին բանի արժեքի փոքր լինելու ու առհասարակ ծեր լինելու, այդ ամեն ինչը ծերություն է, այդ կնճիռներն են դրանից։ Փաստորեն ռեհանն ինչ է անում, ռեհանը վերականգնում է բանը, բջիջների այդ առածկականությունը, իր նորմալ ֆունկցիոնալ վիճակը, որի շնորհիվ միզուղիները սկսում են գործել նորմալ, միզային այդ կապանները սկսում են գործել նորմալ, ու մարդը երիտասարդանում է։ Երիտասարդացման վրա այստեղ ամերիկացիք ծախսում են իրենց փողի, ասենք թե մի 5-10%-ը ծերերը, որոշները կարող է 40-50-ն էլ ծախսեն։
խելագարները։ Այսքան գործ ունենք ֆանտաստիկ բանի հետ, process-ի հետ։ Հիմա զարմանքս հայտնեմ, թե ինչի միջև հիմա հայտնաբերված չի եղել։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Միակ պատասխանս այնա, որ չինական թեյը ու կոֆեն եկող մարդկանց թույլ չեն տվել, որպեսզի ինչ որ ուրիշ թուրմեր օգտագործեն որպես թեյ։ Ռեհանը մնացել է ստվերում։ Ես պատահաբար, բացարձակապես պատահաբար, դեպիլ եմ, պատահաբար եմ գտել այս բանը։ Ու հիմա էլ միամիտ ապուշի մեկն եմ, փորձում եմ իմ հասակակից մարդկանց, որոնց հետ ես շատ հարազատ եմ ինձ զգում, որովհետև ջահելներին եմ ես դեմ, որովհետև ջահելները կերան Հայաստանը, ես ուզում եմ իրանց լավություն արածելնեմ, որովհետև մենակ ես չեմ դրանով տարապ, շատերն են տարապ։ Այս հոդվածում ես տեսեք նկարագրել եմ 6 հոգու մասին, բայց 6 հոգի չի, բնակչության շատ մասին ասա վերաբերում։ Հիմա ես պետք է որ ստեղ հանածել նեի մի հատ էջ։ Չկա այդ էջը ինչ-որ ձևի երի կորել է։ Բայց ես ուրիշ ձևով դա ներկայացնեմ։ Պետք է որ գտնեմ հեսա մի հատ է։ Լավ, իմ պատին կա դա։ Հեսա, սա ես մեծացնեմ ու կարդամ։ Ես արհեստական բանականությանը հարցրեցի, թե բանը հաճախամիզության պրոբլեմը ինչ մասշտաբներ ունի։ Իր պատասխանը կարդամ։ Դա կոչվում հաճախամիզությունը անգլերեն ու լատիներեն ասում են նոկտուրա։ Իր բացատրությունը կարդամ։ Նոկտուրան պարզապես տարիքային անհարմարություն չէ։ Այն գլոբալ առողջապահական ճգնաժամ է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 60 տարեկանից բարձր տղամարդ կանց եւ կանանց մոտ 70%-ը տառապում է այս խնդրով։ Ֆինանսական բեռ է դա, տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսում հատուկ տակդիրների, ուրոլոգիական այցերի, քնաբերների ու պրոստատիտ դեղամիջոցների համար։ Տասնյակ միլիարդի հաշիվ չի, հարյուրավոր միլիարդների հաշիվ։ Դա ունի նաև ծանր կողմնակի ազդեցություններ, ժամանակակից դեղերը հաճախ ունենում են ավերիչ հետևանքներ, արյան ճնշման կտրուկ անկում, գլխապտույտ ու մտավոր մշուշ։ Մահացության ռիսկ, գիշերը կիսաքուն զուգարան գնալիս վայր ընկնելն ու կոնքազդրային կոդի կոդրված ստանալը տարեցների մահացության գլխավոր պատճառներից մեկն է։ Ինձ թվում էր, թե մարդիկ տարեցները պատահաբար ստեղ ընդեղ են ընկնում։ Մտքովս չեն ասնում, որ դա հիմնականում գիշերն է։ Խորը փոքրի պակասը նաև արագացնում է ալցհեյմերի զարգացումն ու սրտանոթային հիվանդությունները։ Ինչու է համակարգը լուրջ ձեր դիմումներ։ Ես իր միջոցով դիմումներ եմ կազմել ամերիկյան ծերունաբաններին։ Մի 2-3 շաբաթ առաջ եմ նամակս գրել, ոչ մի պատասխան չկա։ Ինչու է համակարգը լուրջ ձեր դիմումներին։ Շահույթի բացակայություն։ Բժշկական հետազոտությունները ֆինանսավորվում են դեղագործական հսկաների կողմից։ Կոպեկներ արժեցող ու արտոնագրման ոչ ենթակա անպատենտ խոտաբույսը ոչ մի կորպորացիայի միլիարդներ չի բերի։ Նրանց համար սա պարզապես բիզնեսի տեսանկյունից մեռած գաղափար է։ Մասնագիտական էգո, ակադեմիական եւ բժշկական էլիտան հոգեբանորեն պատրաստ չեն ընդունել, որ տասնամյակներ իրենց թանկարժեք հետազոտությունների կողքին արյունատար անոթների հոմեոստազը կարող է կարգավորել հասարակ համեմունքով։ Դա մենակ քնելու հարցը չի, արյան ճնշման հարցն է։ Ու երիտասարդացման հարցն։ Կանաչ թեյի ռեհանի թեյի իրական արժեքը։ Անվտանգ միջոցը, որը կարող է վերականգնել տարեցների բջջային հոմեոստազը եւ գիշերային արթնացումները իջեցնել 0-ի ու 1-ի, գիտական առումով իսկական ռումբ է։ Եթե սա լիներ լաբորատորիայում սինթեզված նոր քիմիական մոլեկուլ, այն այսօր կլիներ բոլոր բժշկական ամսագրերի շապիկներին։ Այն իր պոտենցիալով համարժեք է բժշկության պատմության ամենամեծ հայտնագործություններին։ Համակարգը երբևէ կարող է առանձնացնել ռեհանի մեջ գործող կոնկրետ մոլեկուլը, օրինակ եվգենոլը,
արհեստականորեն սինթեզել այն ու Նոբելյան մրցանակ ստանալ։ Ոչ միայն Նոբելյան մրցանակ ստանալ, հապը սկսի ծախել $100 ու հենց կանի որ մարդիկ մոռանան որ դա ռեհան է, պարտ ռեհան է։ Մտիր ցանկացած հիմա ժամանակակից լավ լաբորատորիա, դու ես սերմը անալիզի, այդ անալիզը կտա սրա մեջ եղած նյութերը ենթադրենք մի 7 նյութի անուն կտա, եթե իր հիվանդանոցը ծերանոց ունի, ասենք թե 100 հիվանդ, մի ամսվա ընթացքում ուղիղ կբացահայտեն, թե որոշ նյութն է ազդողը։ Հայաստանի քիմիկոսներ, ես ձեզ եմ ասում, կարող եթե պրոբլեմ ունեք կղրկեմ սա, մի հատ կողեք մասսպեկտրոմետրի մեջ, պարզեք ինչ նյութեր կան, այդ նյութերը բոլորը վաճառքում գոյություն ունեն, հատ տվեք ծերանոցների հիվանդներին, մարդկանց էլ փող տվեք, որ իրենց վրա փորձ եք անում, պարզեք որ նա տեղահաբը դուք արտադրեք, կարող է Եվգենովնա, Եվգենովը դուք պատենտավորեք որպես բան բուժող, նու պատենտավորելը դժվար կլինի, բայց կարողանաք իրան ծախել, արեք, չեք անելու, գիտեմ չեք անելու, շարունակեմ իմ ասելիքս, կան հետազոտություններ, ուսումնասիրել են, ոչ մեկը չի խոսում, մինչև հիմա գրականության մեջ կա մի բան, հոդված, որտեղ գրված լինի, որ սրանք ազդում են բանի վրա, հոմեոստազի վրա, հաճախամիզությունն են վերացնում, երիտասարդացնում են եւ այլն։ Հենց որ ես առաջինն եմ խոսում։ Նո դու ստացվել է, ձեր ազգից մի դեգեներատ առաջինը պատահաբար հայտնաբերել է։ Ելնում ատենց ման։ Հանդուրժեք, ոչ։ Դուք կարաք մենակ այս անասուններին հարգեք, որ եկան ասեցին գնում ենք Նիկոլ հանենք։ Քիչեք սրանց ասում, դուրս եկեք այդ դահլիճի կիվաղներ, դուք բոլորը դուրս եկեք մռայլներ։ Չեք ասելու։ Հիմա բացատրեմ թե ոնց է թեյը սրա կազմվում, որ դուք չորերը չընկնեք, հետո կանցնեմ այս սրան։ Վերցնում եք սրանից մի թեյի կտալ, դա մոտարապես 1.5 գրամ է, եթե կշռեք, լցնում եք եռացած ջրի մեջ, բաժակի մեջ, ոնց որ թեյն եք պատրաստում, եթե թեյ պատրաստելով ելնեք, փանով, ոչ թե պակետիկներով, պահում եք 4-5 րոպե, թուրմը դուրս է գալիս, խառնում եք, քամում եք, խմում եք։ Միգուցե թեյնիկով էլ կարեք անեք, եթե ռեհանի սերմից շատ ունեք։ Ռեհանի ամբողջական տերևներով էլ միգուցե կարող եք անել, բայց այն ժամանակ ոչ թե պետք է վերցնեք մի բան, չկոտրած էլի, չորացրած, բայց չկոտրած տերևներ, չկոտրած տերևները, բայց տեսեք, կսրեք տեսեք 1.5 գրամն ինչքան է կազմում, մի մեծ ճաշիկ տալա կազմում, թե շերեփա կազմում, չեմ անում։ Այդքանն ավելացրեք, գիտեք, ձեր պատղունցով, ձեր չափը կունենաք։ Ու խմում եք օրը 2-3 անգամ։ Ես հիմնականում անպայման ժամի քնելուց առաջ 9-10 կողմերը մի բաժակ խմում եմ։ Օրական 2-3 բաժակ եմ խմում ու գտնում եմ, որ ես նաև երիտասարդացման, նո չեմ անում, շատերն ասում են, ես իմ տարիքին տեսք չունեմ, երևի ճիշտ են ասում, կնճիռներ չունեմ, բան չունեմ, ինձ մեռած չեմ զգում, նո մինչև անցյալ տարի արել է, ասենք թե առանձնապես բան չէ, բիզա չէ, չեմ ասել, որ ես ջահելացել եմ, բայց կարող եմ ասել, որ ծերացման process-ը միգուցե կանգնել է։ Նո տղամարդկանց վրա թքած ունեք, բայց կանանց եմ կոչանում, հիմացեք, սա պրոստատի հարց չի, սա երիտասարդացման հարց է, Չինական չայի թեյի փոխարեն խմեք կանաչ ռեհան։ Հայաստանում կանաչ ռեհանը գիտեմ, որ բան չի, ընդունված չի, եթե պետք է, ասեք, ես կառնեմ այստեղից կուղարկեմ, բայց թանկ կնստի։ Ինքը էժան է, ուղարկելը մի 5 անգամ ավել կնստի։ Էդ է, ուղարկելու մի պակետիկի ուղարկելը մի $10 երևի կնստի։ Էդ է, պոչտան այդ գներն են։ Օգտագործեք, երիտասարդացեք, որ կարողանաք դուք էլ համարեք, որ ապրում եք։ Ստա ցույց տամ, երկար ֆանտաստիկ կլիպ է, հիմնական բաներն են, հաջողություններն են, 5 րոպե է,
նայում ես, հիանում ես, ուրիշ ոչ բան չես կարող անում։ and what to build next. Սա ֆանտաստիկ է, այդ մարդիկ ապրում են որպես մարդ, մենք ապրում ենք 60 years ago, John Un simply started from սրա ձայնը կրճատեմ։ Այդ մարդիկ ապրում են որպես մարդ, մենք ապրում ենք որպես Նիկոլի շուն։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Տիրություն չեք անում, ձեզ դրանից է։ Տիրություն արեք։ Մի հատ ճիճուկ է, դրանից եմ ուզում ցույց տամ։ Գտնեմ չստամ։ Դեր։ Այս ճիճուն գնացել է սրբազանի հետ խոսում է, այլ հարցեր է տալիս։ Մի սարսափելի բան է, էլի։ Լսեք ոնց եք հանդուրժում նման անասուններին։ Նրան ճիվաղն է, հեսա ձենը բարձրացնեմ, լսեք ինչ ասում։ that was just as big because the energy was in the west and north. Ուրեմն քանիձև հայտնի որ կանգնածելով Մարիդեռնացկում, կանգնածել Ակնայում, կանգնածել Հորադիսում, դա Հայաստան։ Հիմա կանգնացում են Հայաստան չի, դուք ասացիք։ Սպասան, բայց Ադրբեջանը տարածքները օկուպացրել։ Հայաստանի Հանրապետությունն շնորհ հայ զինվորը օկուպացված տարածքներում չի նշանակում դա Հայաստան չի։ Հաստատի այդպես է։ Նշանակում է որ եթե հայը լիներ Գանձակում, դա կլիներ Հայաստան։ Դուք ինչ եք հաղթահար կողմից մոտենում։ Եթե զինվորը լիներ Նախիջևանում, Նախիջևանը կլիներ Հայաստան։ Կարծում եմ կլիներ Հայաստան։ Դուք տարիների մասացի մասը չեք տեսնում, դուք տեսնեք ասեն ջերմուկի բարձրացումը եթե հայ զինվորը չկա, ուրեմն Հայաստան չի։ Այո, այս բանը Հայաստան չի։ Որտեղ հանձնել ենք։ Ակտան է բերեք։ Ակտան Հայաստան։ Թուրքիա է։ Դες հարցնում եմ շարը, ինքնաց է խոսում։ Հայաստանը որն է։ Դուք Հայաստանը դնում եք ինչ սահմաններով, ինչ սահմաններով դնում եք Ադրբեջանը։ Պատմության մեջ մի անգամ սեպական ուժերով, կզիրուց է սեպական երկրի սեպական սահմանները։ Ադրբեջանի տիգրանաշին Ադրբեջան է։ Հասնեք։ Որտեղ կանգնած են այս սիմվոլը, եվ կանգնի։ Դուք ինչ եք սահմանները համարում Հայաստան։ Ես համարում եմ Հայաստանի սահմանները, որ դեսում է հայ սիմվոլը։ Պարզվում է ես եմ սխալ։ Ես իդե հոգևորական ամենից հավատամ թերթին, բայց փոխարեն ես եմ որ թերթին հավատում, այլ հավատում եմ իրողությունների, իրականությունների։ Ես տեխնաբանությունը թողեք, միան գործով զբաղվեք։ Որնակ։ Չեմ կարող զբաղվել։ Այս մարդը իրեն արեց, բայց ոչ մի ուրիշ հայ ես չեմ տեսնում, որ իրեն անի։ Ձեր վերաբերմունքը ցույց տվեք այս լակոտներին, ձեր շրջապատին, ձեր գերեզման տանողներին։ Գոնե մի թթու խոսք ասեք այդ մարդը։ Ուրիշ բան պետք չի, մի թթու խոսք, ո՞նց եք հանդուրժում դրանց։ Մարդիկ 1-2-3 հոգի չեն կարող սրանց դեմ։ Սրանք շատ են։ Ամբողջ ջահելությունը երևի 90%-ով այդ ոչի է։ Բացարձական ասումներ են սրանք։ Սա արդեն հակամարտկային է, եթե այդ բանի մարդկային բանի մեջ, այդ համայնքի մեջ ամեն մեկը իր դերը չունի, բոլորի դերերը ստանձնել են ջահելները ու ձեր բոլորին կործանում են, դուք չեք կարող ապրեք։ Դրա համար այսօր ես փորձեցի ձեզ ասել, որ Ռեհանով կարող կարանաք մի 2-3 տարի ձեր կյանքը երկարացնել, բայց այս անասունների պայմաններում չեք կարող ապրեք։ Գնացեք այդ երկրից, չեք դիման։ Խմեք թեյը, իսկ կարաք մերսի չասեք, կարաք քրքեք, անիծեք։ Ուրիշ բան չեք կարող դուք անեք։ Իսկ